Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Օգոստոսի 1-ին ժամը 17:00-ին Կոմիտասի Թանգարան ինստիտուտում տեղի կունենա Հովհաննես Այվազյանի Տիգրան Մանսուրյան հարցազրույցներ եւ հոդվածներ գրքի շնորհանդեսը։ Ինչի մասին էլ ավելի մանրամասն խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր երկրորդ հյուրն է գրքի հեղինակի դուստրը, գրքի կազմող եւ խմբագիր Տիրուհի Նազարեթյանը։ Լույս առավոտի։ Շնորհակալ ենք, որ միջոցառումի ժամերը առաջ թերևս մեր տաղավարում եք եւ մենք այսպես մի փոքր պետք է խոսենք նաեւ պարոն Այվազյանի մասին, որը աշխատել է Ավանգարդ Սովետական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն թերթերում որպես գրական աշխատող եւ բաժնի վարիչ։ 2014 թվականին Այվազյանն արժանացել է Armenpress գործակալության տարվա բեսթսելեր մրցանակին Մարկեսի վերհիշելով իմ տխուր բորնիկներին թարգմանության համար, 2011-ին արժանացել է Համոս Սահյան ոսկե հուշադմեդալի 1987-ին ՀՀ ժուրնալիստների միության մրցանակի, երկար տարիներ եղել է Armenpress գործակալության թարգմանիչ, լրագրող եւ խմբագիր եւ 2018 թվականին կանթեղ մրցանակ որպես լավագույն թարգմանիչ ռուսերեն լեզվից։ Հետևաբար մեզ լուրջ միջոցառում է սպասում։ Տիգրան Մանսուրյանը վաղուց արդեն պարզապես կոմպոզիտոր չէ, այլ մշակութային մի ամբողջ երևույթ։ Ինչ նոր բացահայտումներ կարող է անել ընթերցողը նրա մասին այս գրքի միջոցով։ Նախ ասեմ շնորհակալություն հրավերի համար եւ ուրեմն գիրքը ուրույն է նրանով, որ մեր իրականության մեջ դեռևս այսպիսի գիրք չի եղել, որ հարցազրույցները ժողովածու լինի, մի ամբողջական ժողովածու կազմած լինի, թեև ամբողջ աշխարհում սա շատ ընդունված երևույթ է։ Յուրահատուկ է գիրքը սրանով։ Այստեղ ուրեմն պարոն Մանսուրյանի եւ Հովհաննես Այվազյանի հարցազրույցներն են շուրջ 38 տարվա 1981-ից մինչեւ 2019 թվականը, նաեւ հոդվածներն են գրկված գրքում եւ կա ներդիր, որտեղ նկարներ են շատ հետաքրքիր մայստրոյի մանկությունից սկսած առ այսօր։ Նաև գիրքը սկսվում է, ասեմ ձեզ, մամուլի անդրադարձով, միջազգային մամուլի անդրադարձով Մանսուրյանի ստեղծագործությանը։ Շատ հետաքրքիր տարբեր աշխարհահռչակ դեմքեր եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսում են Մանսուրյանի ստեղծագործության մասին։ Գիրքը յուրահատուկ է սրանով։ Նաև այստեղ դուք քննարկվում են ամենատարբեր թեմաներ կոմիտասյան խազերից սկսած մինչև արդի հայ երաժշտության խնդիրներ, հայ դասական երաժշտությունից մինչև համաշխարհային երաժշտություն, դասական հայ հնագույն երաժշտությունից մինչև համաշխարհային դասական երաժշտություն եւ այլն։ Եվ այս հարցազրույցները նաև ոչ միայն մայստրոյի հետ են, կան հարցազրույցներ մայստրոն Համոս Սահյանը, մայստրոն Հրանտ Մաթևոսյանը միասին, հայտնի երաժշտագետ Սերգեյ Սիգիտովի հետ եւ այլն։ Եվ կարող ենք տեսնել այստեղ Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին, մենք մեզ համար բացահայտում ենք անհատին, երաժշտին, գրականության գիտակին, չարենցագետին, այո, հային, մեծ հային եւ իր խոսքերով ասած հայ երաժշտի ներողություն Ոչ մի խնդիր, հանգիստ եղեք, ինքնպես շատ օրգանիկ եթերում հայոց լեզվի երաժշտի։ Ֆանտաստիկ է ասված։ Այո։ Որպես գրքի կազմող եւ խմբագիր, որն է ամենաբարդ խնդիրը պահպանել Տիգրան Մանսուրյանի մտքի ամբողջականությունը, թե ընտրել այն նյութերը, որոնք լավագույնս կներկայացնեն նրա աշխարհը։ Իրականում ընտրված են այստեղ բոլոր հարցազրույցները Մանսուրյանի հետ արված, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, թեև հարցազրույցներ կան, որոնք ես պարբերական մամուլում չեմ գտել, հորս արխիվից եմ հանել, եւ այն հոդվածները ըստ իմ գտած նյութերի ամբողջական է գիրքը։ Որևէ բան կարծում եմ, որ բաց չեմ թողել։ Դուք ասեցիք, որ այստեղ գրքում կան հատվածներ, որոնք դուք ցականում եք այսպես միջազգային մամուլից։ Միջազգային մամուլից։ Այո, սկիզբը հենց սկսում է միջազգային մամուլի անդրադարձով, եթե այստեղ ես նշեցի արդեն, որ հայտնի դեմքեր, տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսում են իր մասին, հետո Աննա Արևշատյանի առաջաբանն է մայստրոյի մասին, գործունեության մասին, վերլուծություն քննարկում եւ հարցազրույցները եւ ահա սկսում է իր մանկությունով նկարները, կարծում եմ հետաքրքիր կլինի հարությանը Տիգրան Մանսուրյանը Բեյրութում դեռևս փոքր տարիքում հայրը, մայրը, ընտանիքի բոլոր անդամները այստեղ կան եւ իհարկե հայտնի դեմքեր Համոս Սահյան, Փարաջանով, Ֆրունզիկ Մկրտչյան, այո, այսպես կարելի է ընթերցողին 16 էջ շատ հետաքրքիր ամբողջը ցույց տանք, այո, որպեսզի հետաքրքիր լինի, այո։ Գրքի հեղինակը Հովհաննես Այվազյանը մեծ ավանդ ունի հայ գրական եւ թարգմանական մշակույթում։ Ձեր կարծիքով ինչով է առանձնանում նրա հայացքը Տիգրան Մանսուրյանի արվեստին անդրադառնալիս։ Գիտեք, ամբողջովին ներկայացրել է Տիգրան Մանսուրյանին եւ որպես կոմպոզիտոր, եւ որպես մարդ,
որովհետև ամեն փաստագրական կարելի ասել այս գիրքը, որովհետև ամեն քայլը, ամեն ասված խոսքը, անգամ բառախաղերը, ամբողջը ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի, ես մի առիթով այս բառախաղի հետ կապված ասեմ, եթե կարելի է, շատ սիրում է մայրս Սիբեղ, երբ որ պատրաստում էր, գալիս էր մեր տուն մայստրոն, ասում էր Սիբեղ, Սիբեմուլ բեղ, շատ սիրում էր բառախաղեր։ Կարծում եմ հետաքրքիր կլինի սա Հարությանը լսել, կամ մի առիթով Թորնոհին խնդրել է հեռախոսը, կարելի է պապիկ, կարելի է, կարկատելի է, ձևելի է, արտուկելի է, շատ հետաքրքիր ներկայացնում է եւ որպես հանճար Մանսուրյանին, եւ որպես կոմպոզիտոր, եւ որպես անհատ, եւ որպես պապիկ, եւ որպես ընտանիքի հայր, Գերդաստանի հայր։ Եվ փաստագրական կարելի ասել, քանի որ 40 եւ ավելի տարվա ընկերություն է, իրենց ընկերությունը սկսվել է իհարկե լրագրողական գործով եւ դարձել է ընկերություն ջերմ բարեկամություն, վերածվելով ջերմ բարեկամության արդեն եւ որը շարունակում ենք նաեւ մենք արդեն սերունդները հետագա։ Իսկ այդ դեպքում դժվար չէ գրել Մանսուրյանի մասին, երբ որ այդքան բազմակողմ ես ճանաչում, երբ որ այդքան ներսի իմաստով դու ճանաչում ես իր բոլոր թերություններով, առավելություններով, այսպես թուլություններով, այդ դեպքում ավելի դժվար չէ լինում աշխատանքը ներկայացնել եւ շատ կարեւոր է որ չլինի նաեւ հեղինակի դիտանկյունից, չտեսնենք մենք հենց այդ։ Գիտեք, սա հենց երևում է, սա ես ուզում եի ասել, թե ինչ ճշգրիտ ու տիպիկ է ներկայացնում, ինչ բնութագրումներ է տալիս առանց ավելորդ պատճուճանքների, հույզերի, իսկապես ներկայացնում է Մանսուրյան անհատին առանց իր հույզերը գրանցելով, ներդնելով իր խոսքի մեջ։ Այսօր երբ արագ սպառվող տեղեկատվության դարում ենք ապրում, որքանով է նման գրքերը կարևոր մշակութային հիշողության պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից։ Խիստ կարևոր է կարծում եմ, քանի որ փաստագրություն է, որը դարեր կմնան, եթե կարելի այդպես ասել, կներկայացնեն հանճարին, որովհետև երաժշտագետները, երաժշտասերները կարող են ուսումնասիրել եւ իրենց համար կոմպոզիտորները ապագա իրենց համար հարուստ նյութ քաղել այստեղից, որովհետև այստեղ քննարկում են նաեւ խիստ մասնագիտական հարցեր։ Եկեք խոսենք, դուք նաև մեզ այսպես մի փոքր բացահայտեցիք, որ այլ աշխատանքներ եւս սպասում, բայց ինձ հետաքրքիր է նաև ինչպիսին է լինելու շնորհանդես, ինչը մեզ սպասվում վաղը։ Լինելու են արդյոք հատուկ հյուրեր, գրքի ընթերցանություն, վաճառք գրքի։ Այո, հիմա շնորհանդեսը ներկայացնեմ, հետո մյուս գրքի մասին ասեմ։ Շնորհանդեսը լինելու է վաղը օգոստոսի 1-ին ժամը 17-ին Կոմիտասի Թանգարան ինստիտուտում։ Հատուկ հյուրեր իհարկե հրավիրվածներ լինելու են, անուններ չտամ, եթե կարելի է։ Հյուրեր լինելու են, թեև մուտքը ազատ է, բոլորը կարող են ներկա լինել, ընթերցասեր լայն հասարակությունը, մայստրողին սիրողները կարող են ներկա լինել։ Լինելու է փոքրիկ կատարում, երաժշտական, եթե մայստրոյի ստեղծագործությունները Իսահակյանի, Չարենցի եւ Տերյանի բառերով։ Եվ այսպես միջոցառում կներկայացնեն, գրքի վաճառք այո լինելու է։ Բացառիկ 20% զեղչով այդ օրը, իսկ մյուս օրերին բուկինիստի բոլոր գրախանութներում կարող եք գտնել գիրքը, դեռևս բուկինիստի, հետո կարծում եմ արդեն մյուս գրախանութներում կարող են գտնել։ Եթե այս գիրքը դառնա երիտասարդ երաժիշտների կամ արվեստագետների առաջին ծանոթությունը Տիգրան Մանսուրյանի մտքի հետ, որ գաղափարը ամեն շատ կցանկանայք, որ նրանք իրենց հետ տանեն։ Գաղափարներ ես եթե կարելի է գրքի կազմի վրայից կարդամ, ուրեմն մայստրոյի խոսքը մշտապես երաժշտության մեջ եմ, ես հայոց լեզվի երաժիշտն եմ եւ երաժշտության մեջ Հայաստան դրախտը Կոմիտասն է արարել։ Ես կցանկանայի, որ իրենք եւս լինեին հայոց լեզվի երաժիշտ, փորձեին դառնալ ամեն դեպքում հայոց լեզվի երաժիշտը, ինչպես մայստրոն իրեն է համարում երիտասարդ կոմպոզիտորները։ Ձեր սիրելի ստեղծագործությունը ո՞րն է։ Ես իսկապես պատկերացնեմ, որ անգամ մեզ համար, ինձ համար դժվար է առանձնացնել։ Դժվար է իհարկե առանձնացնել, ձեր դեպքում գուցե այնպիսի ստեղծագործություն ասեք, որ հոգեհարազատ է, ճերմականուժները ասեմ, ինչով է պայմանավորված սա։ Երաժշտությունը գրել է մեր տանը։ Մեր սկիզբը մեր տանն է սկսվել, այսպես ասած, երբ որ մեր պատուհանից նայում էր, բակում աղավնիներ պահող մի մարդ կար, այս աղավնիների հետ թռնելու պահին եւ հենց այդ ժամանակ այդ երաժշտության միտքը ծագում է եւ արագ դաշնամուրի վրա նվագում, սա ինձ հոգեհարազատ է այս առումով։ Ամենասիրած երևի թե սա, թեև չի կարելի ասել իր բոլոր երգերը, ներողություն, բոլոր կինոերաժշտությունները, քանի որ ինչպես գրքում նշվում է, հայտնի է մեզ մոտ մայստրոն որպես կինոերաժշտություն
կոմպոզիտոր, սակայն դա այդպես չէ իրականում ամբողջ աշխարհում ինքը շատ ավելի ռեկվիեմ է գրել, ինչպես գիտեք, նոմինանտ է Գրեմի երկու անգամ, այնպես որ, բայց ամեն դեպքում ինձ համար այսպես անձնական գուցե այդ առումով կապված է։ Խոսենք նաև պարոն Այվազյանի աշխատանքից, իր գործունեությունից, չնայած ես առիթ ունեցա մի փոքր հատված ներկայացնել նրա մեդալներից, թարգմանված գրքերից, այսպես մեջ բերել թե ինչ մեդալների մասին է խոսքը, նաև մենք կցանկանանք դուք պատմեք, գուցե կան այնպիսի դրվագներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց հեռուստադիտողը հասկանա, թե ով է թաքնված գրքի հետևում։ Ընկերների բառերով ասեմ, եթե կարելի է մտերիմների ու ընկերների հզոր մտավորական, տաղանդաշատ այր, բայց միևնույն ժամանակ խիստ համեստ, չափված եւ ամոթխած անձնավորություն, անսահման բարության տիպար։ Սա բոլոր իր ընկերները ու մտերիմներն են փաստում, եթե կարելի է այսպես, որովհետեւ հայրս է, սա իմ սուբյեկտիվ կարծիքը չթելադրեմ։ Չէ, դե բնականաբար, քանի որ դուք եւս այդ աշխատանքն ինձ համար մեծություն է ինքը եւ երբ որ մայստրոյի հետ աշխատում ենք, երբ որ այս ամեն բոլոր հոդվածները, հարցազրույցները մենք հատ առ հատ կարդացել ենք, միասին քննարկել ենք, գրքի ուրեմն անոտացիայում ասում եմ, որ մասնակի խմբագրումներով է մայստրոյի մասնակի խմբագրումներով է գիրքը տպագրվել եւ ապշում ենք ընտրած բառերի վրա, ընտրած Հովհաննես Այվազյանի հորս, ընտրած բառերի վրա, ընտրած հարցերի վրա, ինչպեսի ճշգրիտ հարցեր ճիշտ ժամանակին տալիս է եւ ինչպես է փորձում բացահայտել մայստրոյի ներաշխարը, դուրս հանել, խոսել, տալ, այսպես ասած, եւ ինձ համար շատ հետաքրքիր է նաեւ մի հարցազրույց ասեմ, իրիկնային զրույց վերնագրով, որը Հրանտ Մաթևոսյանի եւ Տիգրան Մանսուրյանի զրույցն է, եւ փորձում է լրագրողական մի հնարքով շատ հետաքրքիր զրույց կազմակերպել, հարց տվողը պիտի լինի Տիգրան Մանսուրյանը, պատասխանողը Հրանտ Մաթևոսյանը, եւ շատ հետաքրքիր զրույց է ստացվում, թեև հետո Հրանտ իրենք չեն ուզում տպագրվեն, ասում են մի թերթ լիներ տպագրվեր, մի լավ թերթ լիներ Հրանտ Մաթևոսյան տպագրվեր, հայրս ասում է, որ թերթում որ դուք տպագրվեք, ձեր հարցազրույցները տպագրվեն, այդ թերթը արդեն կդառնա հանրահայտ։ Եվ շատ հետաքրքիր է ու ասում է անմիջապես եկա տուն ու սղագրեցի, իրենք այսպես Աբովյան, Տերյան, Սայաթ-Նովայես փողոցներով զբոսնում էին, հարց էր տալիս հայրս, ուղղակի իրենք խոսում էին եւ ասում անմիջապես եկա տուն ու սղագրեցի, որպեսզի այս երկու երևելիների զրույցը հանկարծ չմոռանամ եւ հանկարծ չմոռացվի ու հանրությանը ներկայացնենք իրենց մտքերը, շատ հետաքրքիր է ինձ համար։ Իսկապես շնորհակալ ենք հաճելի զրույցի, հետաքրքիր բովանդակային Շնորհակալ ենք նաև աշխատանքի համար, որը վստահ եմ հետագայում մենք կհանդիպենք շատ ու շատերի աշխատասենյակներում, աշխատասեղաններին։ Ձեզ հաջողություն վաղը։ Մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին 17:00 Կոմիտասի Թանգարան ինստիտուտում տեղի կունենա Հովհաննես Այվազյանի, Տիգրան Մանսուրյան հարցազրույցներ եւ հոդվածներ գրքի շնորհանդեսը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, մեր եթերում եք, Լույս առավոտին ավարտում է իր աշխատանքը, բայց դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Վստահ, լավ եղեք։